Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ։ Կարևորելով երիտասարդների գործնական դերակատարությունը հայ եկեղեցու կյանքում, վեհափառ հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հովնան arczepiskopos Տերտերյանին, նշելով, որ սրբազան հոր նվիրումի, հետևողական աշխատանքի եւ երիտասարդության հանդեպ սիրո շնորհիվ է հնարավոր դարձել կյանքի կոչել այս կարևոր առաքելությունը։ Ամենայն հայոց հայրապետը մաղթեց, որ երիտասարդ պատգամավորները մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության կրողը լինեն։ Եկեղեցին հայոց ազգի գանձարանն է եւ մեզանով է պայմանավորված, թե որքան կկարողանանք այդ շնորհներից վերցնել եւ շնորհազարդված դուրս գալ եկեղեցուց։ Որքանով կկարողանանք մեր հոգին բանալ Աստծո առջև, թոթափել մեր մեղքերը, այդքանով էլ կարժանանանք Աստծո ողորմությանն ու առաջ շնորհներին, պատգամեց հայրապետը։ Նորին սրբությունը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայ եկեղեցու թեմական եւ ծխական կյանքին, Մայրաթորի կողմից իրականացվող քարոզչական աշխատանքներին, հայապահպանության խնդիրներին։ Արտերկրում սովորող եւ աշխատող տարբեր մասնագիտությունների այս մարդկանց ամենուր միավորողը հայ առաքելական եկեղեցին է։ Հայոց հոգևոր կենտրոնում աշխարհի բոլոր ծագերից հավաքված երիտասարդները շուրջ 1 շաբաթ հնարավորություն ունեցան շփվելու, համատեղ ծրագրեր մշակելու եւ որ ամենակարևորն է հաղորդակցվելու հայ եկեղեցու եւ հայրենի սրբություններին։ Տիրան Բարնաքողլուն Կանադայում է ապրում, ֆինանսիստ է եւ առաջին անգամ է Հայաստանում։ Երազում է սարկավակ ձեռնադրվել։ 11 տարեկանին իվեր ես խորան գծարայեմ, ատկի առաջալ մոմագիր էի և անդեղեն իվեր խորան գծարայեմ, թբիր ծերնատրված էի 15 տարեկանից 18 տարեկանից ալ գիսա սարգավակ և աստված ուզ է օրմը ես եթե արժանի տարնամ սարգավակ կուզեմ ոլալ։ Երբ որ հայկական թբրոց կարջախեց օրական ծևով և առաջին անգամ Հայաստան գուքաս և գտեսնաս ամեն ինչը հայրենով կրված է, իրավեն շոկ մն է, որ գաբրիս մեկ սպիրկա հայոլալով։ Ռումինիայում ապրող Հրանտ Ջաղինյանը դիզայներ է։ Այս օրերին Հայաստանում գտնվել է եւ ժողովին մասնակցել է նրան ապրելու եւ ստեղծագործելու նոր լիցքեր են փոխանցել։ Վերադառնալու ենք մեր թեմերը նոր թարմ հայկական շունչով եւ հույսով ենք, որ մեր ստացած այդ պոզիտիվ էներգիան մայր հայրենիքում կարենանք մենք մեր հերթին տարածենք Ռումինիայում եւ աշխատենք, որ 2 տարի հետո վերադառնանք ավելի մեծ խմբով, որպեսզի նոր երիտասարդներ հայկական թարմ շունչ, ինչպես ասում էի, ստանան։ 2001 թվականին քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների ժամանակ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ եւ Հովնան arczepiskopos Տերտերյանի ղեկավարությամբ հիմնված կառույցն արդեն նվիրականացած հաստատություն է հայ առաքելական եկեղեցու կյանքում իր ուղենշային ծրագրերով եւ ավանդույթներով։ Սուսաննա Պետրոսյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։